Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող Հայաստանի խորհրդարանի նախագահը շարունակում է հանդիպումները։ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբ Ագաֆարովայի հետ հանդիպմանը գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռքբերումները, խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Ընդգծվել է միջխորհրդարանական միության դերը որպես գործակցության կարևոր հարթակ։ Խորհրդարանների ղեկավարները բարձր են գնահատել ու երախտագիտություն հայտնել միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև երկխոսության ձևավորման ուղղությամբ նրա անձնական ջանքերի համար։ Դրական է գնահատվել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև շփումները, որոնք սկսվել են 2025 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած նրանց հանդիպումից հետո։ Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն ընդգծել են կառուցողական խորհրդարանական երկխոսության շարունակման կարևորությունը երկու հասարակությունների միջև վստահության հետագա ամրապնդման համար։ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ։ Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել ինչպես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի, այնպես էլ երկկողմ հետաքրքրության այլ թեմաների։ Այնուհետև Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշին։ Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որ Հայաստանը ներառեն Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում, նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը։ Կողմերը քննարկել են այդ նախաձեռնության կյանքի կոչմանը վերաբերող այլ մանրամասներ։ Հաջորդիվ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլայե Շտեֆանուտայի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի գործակցությանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր։ Անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին։ Ալեն Սիմոնյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։